Նախ առաջինը շատ շնորհակալ եմ բարձր գնահատականի համար, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ քվեարկել են իմ օգտին։ Կարծում եմ, որ սա թիմային մրցանակ է, ֆուտբոլիստների, երկրպագուների եւ ակումբի ղեկավարության մրցանակն է, ոչ միայն իմը։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ նրանց, ֆուտբոլիստներին, երկրպագուներին, ակումբի ղեկավարությանը։ Ինչ խոսք պարտավորեցնող է, մոտիվացնող է, որ հետագայում ավելի շատանան այսպիսի մրցանակները եւ առարկայական հաջողությունները թիմային։ Իմ նախորդ արտահայտությունը առարկայական հաջողությունների մասին հենց վերաբերում է դրան, որ հայկական ֆուտբոլում կամ տիտղոս կամ եվրոպական մրցաշարին մասնակցելն է համարվում։ Բնականաբար մենք վերլուծել ենք ինչն էր խնդիրը, որի պատճառով այս մրցաշրջանում մենք չունեցանք այդ առարկայական հաջողությունը, սակայն կարող եմ ասել, որ Վանը իր պատմության մեջ լավագույն մրցաշրջանն անցկացրեց բոլոր պարամետրերով։ Բնականաբար վերլուծելուց հետո հետևությունները արվել են արդեն ու մյուս մրցաշրջանում մենք արդեն այդ սխալները նույն չենք կրկնի։ Նախ մենք շատ ուշ հավաքվեցինք, ուշ ձևավորվեց թիմը, հետո շատ երիտասարդ թիմ էր։ Եթե չեմ սխալվում, մենք բավականին երկար ժամանակ ԲԿՄ-ից հետո ամենաերիտասարդ թիմն էինք, մինչև մեր կազմը չհամալրեցին Բեգլարյանն ու Այվազովը, դրա պատճառով Արարատը մեզ շրջանցեց այդ տարիքային ցենզով։ Իրականում երիտասարդությունը դա մինուս չէ, եթե ինչ-որ միտեղ մինուս է փորձի պակասի առումով, շատ բաներով էլ պլյուս է, սակայն այս մրցաշրջանում ֆուտբոլը ինքը սիտուատիվ խաղ է, սիտուացիաները այնպես ստացվեցին, որ հենց այդ փորձի պակասի պատճառով չհերիքեց մեզ այդ մի միավորը, երկու միավորը։ Մեր երիտասարդ ֆուտբոլիստներից շատերը շատ մեծ աճ գրանցեցին, ոչ միայն Կարենը Նալբանդյան, արտերկրացի ֆուտբոլիստներից նույնպես, տեղացի ֆուտբոլիստներից նույնպես, եթե մենք հայացք նետենք, տեղացի ֆուտբոլիստները բոլորն էլ լավն են, մեր բոլոր ֆուտբոլիստներն են լավը, բայց մենք կարողացանք ընտրենք ու ստորագրենք պայմանագիր այն ֆուտբոլիստների հետ, ովքեր իրենց թիմերում հիմնականում չէին խաղում։ Սակայն գալով Վան նրանք շատ լավ մարզավիճակ ձեռք բերեցին եւ ոչ մի ֆուտբոլիստի էլ մրցակցի չէին զիջում։ Ես համաձայն եմ, ես էլ ինձ համարում եմ այդ 90 րոպեում շատ էմոցիոնալ անձնավորություն, ես անընդհատ խաղի մեջ եմ։ Մեր խաղաոճը երևի թե հենց նման է իմ բնավորությանը, մենք սիրում ենք ագրեսիվ, արագ ֆուտբոլ խաղալ, ուղղահայաց, անցումները արագ շատ են, թե պաշտպանությունից հարձակում, թե հարձակումից պաշտպանություն, ու ես գտնում եմ, որ ես անընդհատ պետքա թիմը պահեմ խաղի ռիթմի մեջ, դրա համար որքան էլ որ շատ դժվար է ինձ համար այդ 90 րոպեն իրանց հետ հավասար մնալ խաղի մեջ, այնուամենայնիվ ես դրանից հաճույք եմ ստանում, այդ 90 րոպեն ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ է, այդ ժամանակահատվածը ու խաղից խաղ եթե շատ ժամանակ կա, ես իրականում կարոտում եմ այդ 90 րոպեին ու այդ էմոցիաներին։ Մենք հասկացել ենք, որ կան դիրքեր, որոնք ուժեղացման կարիք ունեն, միգուցե 1-2 ֆուտբոլիստներ լքեն թիմը, բայց թիմի կորիզը պահպանվելու է, արդեն մենք սելեկցիոն փուլը մենք սկսել ենք բավականին շուտ ու արդեն մոտավորապես մենք գիտենք, թե ինչ ֆուտբոլիստներ են մեզ միանալու։ Շուտով կսկսենք հավաքը, հետո արտերկրյան հավաք կապլանավորած ու պատշաճ կերպով կներկայանանք արդեն մրցաշրջանում։ Առաջնային խնդիրը դա ֆուտբոլիստների աճը ու վաճառքն է, տրանսֆերները արտասահմանյան ակումբներ, որոնք որ տեղի կունենան արդեն, շատ մեծ հետաքրքրություններ կան որոշ ֆուտբոլիստների հանդեպ եւ փորձելու ենք ավելին հասնել, քան անցյալ մրցաշրջանում, քանի որ մենք անցյալ մրցաշրջանում արդեն ցույց տվեցինք, որ կարող ենք պայքարել մրցանակային տեղերի, եվրոգավաթների համար, միանշանակ փորձելու ենք ոչ թե կրկնել, այլ այս անգամ հասնել այդ ուղեգրին։